2025-ի ամռանն Իրանի բալիստիկ հրթիռային ռազմակայանների վրա գրոհը ժամանակավոր անդոր էր Թել Ավիվի համար։ Իսրայելում խուճապային վիճակ է, Իսլամական Հանրապետությանը հասցված վնասը ժամանակավոր էր, երկիրն ակտիվորեն վերականգնում է առանցքային ենթակառուցվածքները։ Իսրայելական վերլուծական կենտրոնը Ալմա ինստիտուտը ուսումնասիրել է Իրանի 25 խոշոր ռազմաբազաները, որոնք իզորու են կիրառել 1000-ից 3000 կիլոմետր միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Մասնագետները խոստովանում են, բոլորն ունեն զարգացած ստորգետնյա համակարգ, ինչը զգալիորեն բարդացնում է դրանց ոչնչացումը եւ թույլ է տալիս պահպանել կարևորագույն բաղադրիչները։ Նշվում է, որ ռազմական խոշոր հարթակներն արդեն վերականգնվում են ու շարունակում աշխատանքը։ Իսրայելցի գիտնականները եզրակացրել են, Իրանից բխող սպառնալիքը չի հաջողվել չեզոքացնել։ Ալման ընդգծել է, ցանկացած որոշում, դիվանագիտական թե ռազմական, պետք է հաշվի առնի բալիստիկ սպառնալիքի ոչնչացման միջոցները, իսկ Իրանում հռետորաբանությունը չի փոխվում, երկիրը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի։ Թշնամիները պետք է խոնարհվեն իրանցի ժողովրդի առջև։ Իրանը պատրաստ է թե իր շահերը պաշտպանել, թե արդար ու ազնիվ բանակցություններ վարել։ Մեկնաբանելով արտաքին ուժերի թշնամական ու սպառնալից հայտարարությունները, Իրանի պաշտպանության նախարարն ասել է. «Բանակը լիովին պատրաստ է»։ Մենք կպատասխանենք ամբողջ ուժով ու այնպես, որ մեր թշնամիները նույնիսկ չեն կարող երևակայել։ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված համազգային տոնակատարությունը ևս մեկ անգամ ցույց է տվել իրանցի ժողովրդի միասնությունն ու անկոտրում կամքը։ Միացյալ Նահանգները այդ ռազմական կազմավորումը կարծես մանկական խաղ խաղա։ Ասում են հարվածելու ենք, բայց չեն կարողանում ոչինչ անել, քանի որ մեր ազգը հոգևոր առաջնորդի ղեկավարությամբ միասնական է։ Քանի դեռ մենք միասնական ենք, թշնամին ոչինչ չի կարող անել։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, եթե մեր ազգային արժանապատվությունը հարգում են։ Եթե այն անարգվի, մենք պատրաստ ենք շարունակել պայքարն ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ։ Մենք չենք վախենում ոչնչից։ Իրանը չի ընկրկի Ամերիկայի և Եվրոպայի առավելապաշտական պահանջների առաջ, հայտարարել է Իրանի նախագահը։ Իրանի ժողովուրդն ընդվզեց, որպեսզի արդարություն հաստատվի, Իրանը լինի անկախ եւ աշխարհին ցույց տա, որ իրանցիներն իզորու են իրենց ուժով, կամքով, գիտությամբ եւ արվեստով կերտել իրենց երկիրը եւ արժանապատվություն ու ազատություն բերել Իրանին։ Մենք չենք ձգտում միջուկային զենքի ստեղծմանը եւ պատրաստ ենք ստուգումներին։ Մենք բանակցություններ ենք վարում տարածաշրջանային երկրների հետ, խաղաղության եւ կայունության համար։ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխզիջման Իրանի միջուկային համաձայնագրի հարցում և կարող է ճկուն լինել ուրանի հարստացման լիովին դադարեցումը պահանջելիս, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանը նշել է, որ իրանցիներն այժմ գիտակցում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ։ Ամերիկացիներն էլ հասկանում, իրանցիներն ունեն իրենց կարմիր գծերը։ Միաժամանակ հայտնի է դարձել, որ Օմանի իշխանություններն անուղղակի բանակցությունների առաջին փուլից հետո իրանական կողմին մի քանի ամերիկյան ուղերձ են փոխանցել։ Իրանի հարցում կրկին փոխըմբռնում չկա։ Ամենասերտ դաշնակիցները Թրամփն ու Բիբին Վաշինգտոնում համաձայնության չեն եկել։ Իսլամական Հանրապետության դեմ կոշտ քայլեր ձեռնարկելու Նեթանյահուի մտադրություններն առայժմ կյանքի չեն կոչվում։ Թրամփը դեռևս ակնկալում է, որ այս պատմությունը կավարտվի հեփի էնդով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։